այս ծաղկեպսակը հայոց եղեռնի հուշահամալիրին երեկ դրել էր Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Տիկին Հուքերը։ Լուսանկարներում երևում է, որ նա եկել է Ծիծեռնակաբերդ միայնակ։ Համենայն դեպս Հայաստանի կառավարության, խորհրդարանի կամ արտգործնախարարության որևէ պաշտոնյա նրա հետ չկար։ Ինչու՞։ Ամենայն հավանականությամբ սա առաջին նշաններն է Փաշինյանի նոր քաղաքականության, որի շրջանակներում նա պատրաստում է աշխարհին եւ հայ ժողովրդին մի նոր իրողությանը, որտեղ նա փորձել է փոխել հայոց սահմանադրությունը, հանելով այնտեղից եղեռնի ճանաչումը որպես հայոց քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Ահա ինչու նա փոխել է պրոտոկոլը, համաձայն որի ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա եւ պատվիրակություն Հայաստան այցելելիս գալիս են Ծիծեռնակաբերդ։ Ինչ է պետք անել։ Նախ եւ առաջ մենք չենք կարող թույլ տալ Փաշինյանին անել դա։ Դրա համար չի կարելի քվեարկել նրա օգտին։ Չի կարելի թույլ տալ հատկապես, որ նա եւ ԿՊ-ն հավաքեն սահմանադրական մեծամասնություն, այն 75%-ը, որը նրանց թույլ կտա փոխել սահմանադրությունը։ Դա է պահանջում ազգային արժանապատվությունը, անվտանգությունը եւ սերը ու հիշատակը, որի համար մենք գալիս ենք այստեղ։